Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Կախարդական թասը։ Կար չկար մի խեղճ գյուղացի կար, անունը Սոմիլակա։ Գիշեր-ցերեկ նա աշխատում էր զամինդարի, կալվածատիրոջ մոտ, բայց կերածը միայն տերևներից եփած ապուր էր։ Մի անգամ կինը Սոմիլակային ասաց. «Այ մարդ, վեր կաց գնա անտառ, մի քիչ բանջար բեր, թե չէ այնքան քաղցած եմ, որ ոտքի վրա չեմ կարողանում կանգնել»։ Սոմիլական գնաց անտառ, բարձրացավ թզենու վրա և սկսեց պտուղներ քաղել։ Մեկ էլ տեսավ ճյուղից կախ են ընկած երկու թաս, մեկը փայտից, մյուսը կավից, երկուսի բերանն էլ փակ։ «Արի էս թասերից մեկը վերցնեմ», մտածեց Սոմիլական, «իմ թասն արդեն բոլորովին ճաքճքել է»։ Վերցրեց փայտե թասը և ասաց. «Թասի համար կինս այնքան էլ չի ուրախանա, այ ուրիշ բան էր, թե էս թասով հաց տանեի նրան»։ Ասաց չասաց, մեկ էլ հանկարծ խուփը բացվեց, և Սոմիլական տեսավ, որ թասի մեջ դրված է մի բրնձե բլիթ։ «Այ քեզ հաջողություն», բացականչեց նա և ցած թռավ ծառից, հենց որ բլիթը տամ կնոջս, նա իսկույն կլավանա։ Ափսոս, թասի մեջ մի բլիթ էլ որ լիներ, ես էլ կուշտ կուտեի։ Խոսքը բերանից դուրս չեկած, նորից խուփը բացվեց ու թասի մեջ մի բրնձե բլիթ էլ երևաց։ «Օհո, երևում է սա կախարդական թաս է», գլխի ընկավ Սոմիլական։ «Հարկավոր է ոչ թե հաց ուզել սրանից, այլ տապակած սագի բուդ»։ Ասել չէր ասել, խուփը բացվեց, և նա տեսավ տապակած սագի բուդը։ Սոմիլական հացն էլ կերավ, սագի բուդն էլ և քայլերն ուղղեց դեպի տուն։ Գնում էր ուրախ-ուրախ ու երգում։ Նրա ճամփան անցնում էր զամինդարի տան մոտով։ Զամինդարը լսեց, որ Սոմիլական ուրախ երգեր է երգում, զարմացավ։ Երբեք նա չէր տեսել, որ գյուղացիներն իր գյուղում ուրախ լինեին։ «Այ մարդ, հեյ, ես ուզում եմ քեզ հետ խոսել», գոռաց կալվածատերը։ Գյուղացին գնաց կալվածատիրոջ տուն։ Սա հարցրեց. «Էդ ինչու ես ուրախացել, ինչու ես իմ տան մոտ երգում»։ «Բախտս բացվել է, աղա, ես անտառից մի սարմանալի թաս եմ գտել»։ «Դե ցույց տուր տեսնենք»։ Սոմիլական գտած թասը դրեց գորգի վրա և ասաց. «Ուզում եմ մի տապակած լոր»։ Խուփը բացվեց, և կալվածատերը թասի մեջ տեսավ մի տապակած լոր։ Ագահությունից նրա ձեռքերը դողդողացին, իսկ գլխում մի միտք ծագեց. ինչպես տիրանալ այդ թասին։ Նա թասը ձեռքն առավ ու ասաց. «Գնա մառանից մի կուժ գինի բեր, ես հիմա պիտի ճաշեմ»։ Մինչ Սոմիլական մառանում կուժը կգտներ, զամինդարը կախարդական թասը թաքցրեց և փոխարենը գորգի վրա դրեց նրա նման մի հասարակ թաս։ Սոմիլական կուժը բերեց դրեց գորգի վրա ու ասաց. «Չնեղանաս, աղա, ես պետք է տուն գնամ, կինս հիվանդ պառկած է, իսկ հիմա թասը որ տեսնի, իսկույն կլավանա»։ Նա թասը վերցրեց ու վազեց իր խրճիթը, իսկ այնտեղ աչքը ճամփին սպասում էր հիվանդ կինը։ Սոմիլական մտավ տուն ու բացականչեց. «Ուրախացիր, այ կնիկ, հիմա դու կարող ես ուտել ինչ որ սիրտդ ուզի»։ Եվ թասը գետնին դնելով գյուղացին բարձրաձայն գոչեց. «Ուզում եմ մի տապակած լոր»։ Թասի խուփը նույնիսկ չշարժվեց տեղից։ Սոմիլական զարմացավ. «Էս ինչու չի լսում, հլա մի անգամ էլ փորձեմ»։ Եվ նա նորից հրամայեց. «Ուզում եմ մի տապակած լոր»։ Բայց խուփը կրկին մնաց անշարժ։ «Ինչ պատահեց սրան», վշտացավ Սոմիլական։ Երբ կալվածատիրոջ մոտ էի,
Այս թասը իմ ամեն մի խոսքը լսում էր, իսկ հիմա բան դուրս չի գալիս։ Ուրեմն դու քո գտածը ցույց ես տվել կալվածատիրոջը, հարցրեց կինը։ Ցույց տվեցի, բա հլա լորովել հյուրասիրեցի նրան։ Կինը լաց եղավ։ Կալվածատերը գողացել է քո թասը եւ փոխարենը տվել է սովորական թաս։ Սոմիլական ասաց, լաց մի լինի, թզենու ճյուղից մի թաս էլ կա կախված, ես հենց հիմա վազ կտամ անտառ ու կբերեմ։ Նա վազեց անտառ, թզենու վրայից կավե թասը վերցրեց ու վերադարձավ տուն։ Գալիս էր նորից ուրախ երգելով։ Կալվածատերը երգը լսեց, նայեց լուսամուտից ու նորից տեսավ նույն գյուղացուն, միայն թե նրա ձեռքում ոչ թե փայտե, այլ կավե թաս կար։ Միթե սա էլի կախարդական թաս ունի, մտածեց գող կալվածատերը։ Դե իհարկե կախարդական է, թե չէ նա այդպես ուրախ չէր երգի։ Կալվածատերը որոշեց այդ թասն էլ խլել։ Նա Սոմիլակային կանչեց տուն ու ասաց. Այդ ինչ թաս է քեզ մոտ, ծախիր ինձ։ Սոմիլական պատասխանեց. Չեմ կարող աղա ջան, այս թասը ամեն տեսակ գանձից էլ թանկ արժե։ Կալվածատերը բարկացավ. Չես ուզում ծախել, ձրի կտաս։ Այդ ասելով նա թռցրեց թասի խուփը եւ իսկույն իրար հետևից թասից դուրս թռան 20 ուժեղ բռունցք ու հարձակվեցին գողի վրա, տուր թե կտաս նրա ճակատին, ծոծրակին, մեջքին, քթին, փորին, կրծքին։ Կալվածատերը գոռգոռալով փախավ բակ, բայց բռունցքները անդադար թակում էին նրան։ Խղճա, Սոմիլակ, աղաղակում էր նա վայր ընկած, աղաչում եմ, հրամայիր բռունցքներին բաց թողնեն ինձ։ Ետ տուր իմ թասը, բռունցքները կանհետանան։ Կտամ, միայն թե հեռացրու այդ սարսափելի բռունցքները։ Բռունցքներ, անցեք տեղներդ, հրամայեց Սոմիլական։ Բռունցքները հնազանդվեցին եւ մտան թասի մեջ։ Կիսամեռ կալվածատերը մի կերպ քարշ գալով իրեն գցեց տուն, թաքցրած տեղից հանեց փայտե թասը եւ հառաչելով տվեց Սոմիլակային։ Երջանիկ Սոմիլական ուրախ գնաց կնոջ մոտ։ Այդ գիշեր կյանքում առաջին անգամ նրանք կուշտ փորով պառկեցին քնելու։ Լավ էր ապրում հիմա Սոմիլական եւ նրա հարևաններն էլ վատ չէին ապրում։ Երբ սովը վրա էր հասնում, Սոմիլական փողոց էր դուրս բերում փայտե թասը եւ բոլոր քաղցածներին բաժին էր հանում։ Այդպես անցավ ամառը։ Մի անգամ լուր տարածվեց, որ Փադիշահն իր աղջկան ամուսնացնում է։ Լսելով այդ լուրը, կալվածատերը գնաց Փադիշահի մոտ ու ասաց. Ով աշխարհի հովանավոր, հրամայիր, հարսանիքի օրը պալատ ներկայանա գեղջուկ Սոմիլական, նա մի կախարդական թաս ունի։ Ինչ որ ցանկանաս ունենալ հարսանեկան սեղանին, Սոմիլակայի թասը կտա քեզ։ Թագավորը, երբ այդ բանը լսեց, հրամայեց Սոմիլակային ներկայանալ պալատ եւ իր հետ բերել կախարդական թասը։ Գյուղացին չհամարձակվեց անկատար թողնել ամենազոր տիրոջ հրամանը։ Նշանակված օրը ճիշտ ժամին նա ներկայացավ պալատ։ Ցույց տուր տեսնենք թասը, ճիշտ է որ դա կախարդական է։ Թող երկար լինի կյանքդ, աշխարհի հովանավոր, ճիշտ է։ Դե որ այդպես է, հիմա թող ինձ տա աշխարհի ամենալավ քաղցրավենիքները։ Փադիշահը դեռ խոսքը չէր վերջացրել, երբ թասի խուփը բացվեց եւ նա տեսավ, որ թասը լցված է քաղցրավենիքներով։ Ճաշակելով դրանք Փադիշահն էլ չէր կարողանում թասից հեռանալ, նա այնքան կերավ, մինչև թասը դատարկվեց։ Այսպիսի հիանալի քաղցրավենիքներ դեռ ոչ մի մահկանացու չի կերել, ասաց նա։
Թող կախարդական թասդ 3 օր մնա ինձ մոտ, 3 օրից հետո հյուրերը կգնան, էլի քեզ կտամ։ Գլուխ տալով Փադիշահին Սոմիլական գնաց տուն։ 3 օր գիշեր ցերեկ պալատում հարսանիք էր։ 3 օր հյուրերն ուտում էին հրաշալի քաղցրավենիքները, ուտում էին ու ասում. այսպիսի քաղցրավենիքներ աստվածներն էլ չեն կերել։ Երբ հյուրերը ցրվեցին, Սոմիլական գնաց թասը բերելու։ Ինչ ես ուզում, կեղտոտ խոս, գոռաց Փադիշահը։ Եկել եմ իմ թասը տանեմ, ողորմած տեր։ Այն ամենը, ինչ գտնվում է այս պալատում, պատկանում է ինձ։ Դուրս կորի այստեղից, թե չէ կհրամայեմ, քեզ գցեն փղերի ոտքերի տակ։ Տեր արքա, ախր դա իմ թասն է, ասաց Սոմիլական աղերսանքով։ Այ դու չնչին արարած, դեռ վիճում ես ինձ հետ։ Էй, պահակներ, սրան տարեք, գցեք փղերի ոտքերի տակ։ Երբ պահակները հարձակվեցին Սոմիլակայի վրա, նա ծոցից հանեց կավե թասը ու խուփը բացեց։ Իսկույն իրար հետևից թասից դուրս թռան 20 բռունցք ու տուր թե կտաս Փադիշահին։ Հենց առաջին հարվածից Փադիշահը գետնին գլորվեց, իսկ բռունցքները անդադար խփում էին ու խփում։ Սսպիր նրանց, Սոմիլակա, կանչում էր Փադիշահը, սսպիր նրանց, աղաչում եմ քեզ։ Նրանք կհեռանան, երբ ինձ կտակ իմ կախարդական թասը, ասաց Սոմիլական։ Բերեք կախարդական թասը, գոչեց արքան պալատականներին, շուտ արեք, թե չէ այդ բռունցքները ինձ կմեռցնեն։ Երբ պալատականները վազեվազ թասը բերեցին, Սոմիլական հրամայեց. բռունցքներ, անցեք տեղներդ։ Հետո նա ձեռքերը ծալեց կրծքին, խոնար գլուխ տվեց ու ասաց. մնաս բարով, ով ամենաարդար Տեր։ Ես նորից իմ խրճիթն եմ գնում։ Այնտեղ վաղուց է, որ սովյալներն սպասում են իմ կախարդական թասին։ Փադիշահը չպատասխանեց։ Բռունցքներից մեկն այնպես ուժեղ էր հասցրել նրա ճակատին, որ անազնիվ կառավարողի լեզուն ընդմիշտ կապվել էր։